Սառույցը կոտրվելու մասին վաղ է խոսել, սակայն Վիեննան քայլ էր, որը հետագա հանդիպումների հույս է ներշնչում։ Վերլուծում է քաղաքագետ Մելիք Շահնազարյանը։ Ադրբեջանի քաղաքականությունը հիմնականում ուղղված էր Մինսկի խմբի ֆորմատը քայքայելուն եւ դրա փոխարեն նոր ֆորմատ ձևավորելուն, ապա այս շրջանակներում նոր հանդիպման կազմակերպումը իհարկե կարելի է ձեռքբերում համարել։ Հանդիպման գլխավոր նպատակն ըստ քաղաքագետի բանակցությունների վերսկսումն էր։ Այս պարագայում ավելի է մեծանում դրանց Արցախի մասնակցության անհրաժեշտությունը։ Հայկական կողմը նման պահանջ դնելու բավական հիմնավոր պատճառներ ունի։ Խոսքս թե առաջի հերթին վերաբերում է Սաֆարովի արտահանձնմանը եւ այնուհետեւ այնտեղ հերոսացման Ադրբեջանում, եւ երկրորդը իհարկե այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները փաստացի ցույց են տալիս, որ նրանք հետաքրքրված չեն խաղաղ կարգավորմամբ։ Հայկական կողմերը միջնորդների հետ պետք է ճնշում գործադրեն, որպեսզի Բաքուն հրաժարվի սադրանքների քաղաքականությունից, ընդգծում է քաղաքագետը։ Նա չի բացառում, որ Վիեննայում բանակցային սեղանի շուրջ Ալիևին այդ մասին ավելի կոշտ են ասել, քան ընդգծված է համանախագահների ամփոփիչ հայտարարությունում։ Բանակցային սեղաններին նստած են եղել փաստացի հայկական կողմը, որի դիրքորոշումը շատ համահունչ է միջնորդների դիրքորոշմանը, հայտարարություններին, եւ նստած է եղել Ադրբեջանը, որը փաստացի վտանգի է ենթարկում խաղաղությունը տարածաշրջանում։ Վիեննայի հանդիպմանը բավականին արագ արձագանքեցին նաև Միացյալ Նահանգներն ու ԵԱՀԿ-ն։ Բարձր են գնահատում նախագահների առաջին քայլը եւ ողջունում, որ նրանք առաջիկա ամիսներին հանդիպելու համաձայնության են եկել։ Երկամյա դադարից հետո այս հանդիպումը կարևոր քայլ է երկխոսությունը սկսելու եւ ցուցադրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դնելու առաջնորդների ընդհանուր հանձնառությունը։ Որպես Մինսկի խմբի համանախագահող Միացյալ Նահանգները կոչ է անում ակտիվորեն աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, որը երկու ժողովրդին էլ ծանր կորուստներ է պատճառել, հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեյմս Պսակին։ ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան իր հերթին վստահություն է հայտնել, որ բարձր մակարդակի երկխոսությունը կնպաստի փոխվստահությանը, փոխընկալման ամրապնդմանը եւ կխթանի հակամարտության կարգավորման գործընթացը։ Հավատում ենք, որ նման բանակցությունները ծառայում են խաղաղության, կայունության երաշխավորմանը եւ տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ ստեղծում, ընդգծել է Կոժարան։ Արկադի Գրիգորյան, Արթուր Հունանյան, ժամը լրատվական։